Հորիզոնի ժամը 12-ի թողարկումն է, բարև ձեզ։ Երեկ տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Ռուսաստանի նախագահը շնորհավորել է Հայաստանի վարչապետին ծննդյան 50-րդ տարեդարձի առիթով եւ իր բարեմաղթանքները հղել։ Հայաստանի վարչապետը Ռուսաստանի նախագահին շնորհակալություն է հայտնել զանգի եւ բարեմաղթանքների համար։ Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են նաեւ երկկողմ հարաբերությունների եւ տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցեր։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել նաև Ռուսաստանի կառավարության ղեկավար Միխայիլ Միշուստինի հետ։ Ռուսաստանի կառավարության ղեկավարը Հայաստանի վարչապետին շնորհավորել է ծննդյան 50-ամյակի առիթով եւ բարեմաղթանքներ փոխանցել։ Նիկոլ Փաշինյանը Միխայիլ Միշուստինին շնորհակալություն է հայտնել զանգի եւ շնորհավորանքի համար։ Քննարկվել են նաև Հայաստան-Ռուսաստան երկկողմ հարաբերություններին վերաբերող հարցեր։ Գորիսում մեկնարկել է Հայաստան-Ֆրանսիա ապակենտրոնացված համագործակցության 5-րդ համաժողովը։ Կա կապ Հայաստանի եւ Ֆրանսիայի միջև, որը բազմաշերտ է, սփյուռք, ասոցիացիաներ, ձեռնարկություններ, բայց նաեւ ցանկություն կա այս բոլոր դերակատարների միջև պետության հետ կապի միջոցով երկխոսություն ունենալու ռազմավարական առաջնահերթությունների վերաբերյալ։ Այսինքն, ինչպես կարող ենք ամեն մեկս մեր առաջնահերթությունը հաշվի առնելով աշխարհակաղակական իրավիճակի վրա ազդեցություն ունենալ։ Իր ելույթում նշել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե դե Կոտենին։ Այն փաստը, որ բոլորս միավորվել ենք Գորիսում հիմա, մոտ 2 տարի անց, երբ ֆրանսիական համայնքների կողմից, որը նախաձեռնել էին Փարիզ քաղաքը եւ հայկական ասոցիացիաների միավորումը, ուղարկվել էր մարդասիրական օգնությունը, նշանակում է, որ մենք շարունակում ենք ձեր կողքին մնալ թե պետությունը, թե ֆրանսիական հասարակությունը, թե կազմակերպությունները։ Այն, ինչ կառուցում ենք միասին, պարզապես տեխնիկական համագործակցություն չէ, պարզապես բարեկամություն չէ, այլ նաև իսկական լծակներ են իրավիճակի վրա ազդելու, աջակցելու Հայաստանին եւ գործելու հանուն խաղաղության, շեշտել է դեսպանը։ Անցած շաբաթը եւս հարուստ էր թե ներքաղաքական, թե արտաքին քաղաքական զարգացումներով։ Նիկոլ Փաշինյանի գրառումներից մինչև խաղաղության պայմանագրի ստորագրում թեմաների շուրջ գործընկերս Վագն Հակոբյանը զրուցել է ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության անդամ Սոնա Ղազարյանի հետ։ Սկսենք վարչապետի երեկվա գրառումներից, որոնց շուրջ լայն քննարկում է ծավալվել, նախ ինչպես եք վերաբերվում այդպիսի գրառումներին։ Նախ եւ առաջ ձեր հարցին ուղիղ պատասխանելու համար մեր քաղաքացիներին թերևս պետք է հիշեցնել, թե ինչից սկսեց այս խոսակցությունը։ Այս խոսակցության մեկնարկը տրվել էր, երբ որ վարչապետը անդրադարձել էր իր այցելած որոշ եկեղեցիների ոչ բարեկարգ վիճակից, բայց բարեկարգությունը ոչ թե շինարարական վիճակին էր վերաբերում, այլ անփույթ վերաբերմունքի։ Օրինակ, երբ որ անպետք իրեր են տեղադրված տարբեր մասերում եկեղեցու եւ առհասարակ, երբ որ մենք խոսում ենք խնդիրներից, իսկ մենք խոսում ենք պարբերաբար խնդիրներից, տարբեր ինստիտուտների, համակարգերի, ինքներս մեր խնդիրների մասին։ Դա նրանից չէ, որ մենք պայքարում ենք այդ երևույթի դեմ, ուզում ենք վերացնել, ինչպես մեկնաբանեց եկեղեցին իրական շատ տարօրինակ ձևով կամ որոշ քաղաքական ընդդիմախոսներ, այլ դա հոգատարության նշան է։ Եվ որ վարչապետը այցելում է մանկապարտեզ եւ տեսնում է անսարք ինչ որ կամ ուրեմն վատկահավորված սենյակ եւ դրա մասին խոսում է, դա ոչ թե որտեվ կրթական համակարգի դեմ պայքար ենք մղում, այլ որովհետեւ հոգատարություն է դրսևորվում։ Նույնը կա եկեղեցու նկատմամբ, նորություն ասած չեմ լինի, որ վարչապետը եւ շատ նրբանկատորեն որոշ խնդիրների մասին մի քանի անգամ խոսել է եւ ըստ էության արձագանքը եկեղեցու չեմ թաքցնի ինձ համար առնվազն տարօրինակ էր, այսպիսի ագրեսիվ անձնավորված արձագանք արձանագրված խնդիրների նկատմամբ եւ դրան հետեւեց իհարկե վարչապետի երեկվա մի քանի գրառում, որոնք ըստ էության խնդիրներ էին վերհանում, այն խնդիրները, որոնց մասին եթե մենք դուրս գանք փողոց եւ խոսենք մեր քաղաքացիների հետ, բոլորը գիտեն եւ գիտակցում են։ Ուզում եմ ասել, որ խոսակցության մեկնարկ է տրվել եւ քաղաքացիները այս խոսակցության մաս են, բայց այնպես ինչպես արձագանքում է եկեղեցին, ցավով որպես առաքելական եկեղեցու հետևորդ ինքս, պետք է ասեմ, որ խիստ քաղաքականեցված, խիստ անձնավորեցված եւ հակաքրիստոնեական արձագանք է։ Թիրախավորել այսպես ընտանիքը, ընտանիքի անդամներին, երեխաներին բովանդակային քննարկման փոխարեն ինձ համար անընդունելի է։ Տիկին Ղազարյան, բայց տեսեք, շատերի համար անընդունելի էր բովանդակությունը, այսինքն իշխանության եւ հոգեվորականների միջև բանավեճերն ու վեճերը նորություն չէին, այսինքն մենք նախկինում էլ տեսել ենք, այսինքն այս ընթացքում տեսել ենք, որ այսպես իշխանությունների եւ
եւ շատ հոգեվորականների միջև այսպես ջուրը մեկարվով չի հուսում, ինչպես ասում են։ Բայց այստեղ խնդիրը բովանդակության, բառերի ընտրության մեջ էր։ Դուք դա նորմալ համարում եք։ Դե տեսեք, այս խոսակցությունը առհասարակ մեկնարկը, այս խոսակցության մեկնարկը տրվել էր Բագրատ Սրբազանի շարժմամբ, եւ որ ըստ էության եկեղեցու ուրեմն հետևորդը, եկեղեցու սպասավորը քաղաքական գործընթաց էր մեկնարկել եւ ինքնահռչակվել էր վարչապետի թեկնածու։ Եվ հենց այս օրերին, գրեթե 1 տարի առաջ, երբ որ եկեղեցուց վռնդվեց առաքելական եկեղեցու հետևորդ իր քաղաքական հայացքների համար, ես օրինակ ինքս Աժա ամբիոնից հայտարարությունների ժամին դիմել եմ վեհափառին, խնդրելով արձագանքել ստեղծված իրավիճակին, որովհետեւ որպես կրկնում եմ, առաքելական եկեղեցու հետևորդով ամուսնացել է, երեխային օրհնել է եկեղեցով եւ կարեւորում է հավատքը, սա ինձ սուբյեկտիվ անձնական դիրքորոշումն է, կարծիքն է, անհանգիստ կամ անտարբեր չի կարող գտնվել մի քանի դրվագների նկատմամբ, որոնց նկատմամբ վեհափառը որևէ ձև չի արձագանքել։ Ասում եմ, մարդուն հանել են Սուրբանա եկեղեցուց իր քաղաքական հայացքների համար եւ որևէ արձագանք դրան չի եղել։ Բայց երբ որ վարչապետը խոսում է հուշարձանների, եկեղեցիների, ուրեմն անփույթ անհարգալից վերաբերմունքի նկատմամբ հենց նույն եկեղեցականների կողմից, սա դառնում է հսկական, ուրեմն անձնավորված, թիրախավորված արշավի մաս։ Ես կարծում եմ, որ մեր քաղաքացիները պատրաստ են այս խոսակցությանը, խոսակցության խնդիրների մասին եւ հաշվի առնելով, որ հայ ժողովրդի մեծ մասն առաքելական եկեղեցու հետևորդ է, չի կարող սա չանհանգստացնել, բայց միաժամանակ ուզում եմ պնդել, որ ավելի շատ վնաս եկեղեցուն, քան որոշ սրբազաններ են տվել, անհնար է որևէ ուժ եկեղեցուն այդքան վնաս տա եւ վեհափառի տոտալ անարձագանք ուրեմն կեցվածքը այս երևույթների նկատմամբ ինձ որպես առաքելական եկեղեցու հետևորդ անհանգստացնում է։ Այսպես նաեւ որոնումներ են սկսվել, թե խոսքը ում մասին է, ձեզ հայտնի է, թե ես որևէ մեկի անուն տալ չեմ կարող, որտեղ չեմ տիրապետում տեղեկատվությանը, բայց առհասարակ եթե մենք մեր քաղաքացիների հետ դրսում, Բաքվում խոսակցություն ենք ունենում, ինձ թվում է, որ կան ճշմարտություններ, որոնք բոլորին հասանել են։ Տիկին Ղազարյան, այդ ամենից հետո ընդդիմադիր տարբեր շրջանակներում եւ ոչ միայն դարձյալ սկսեցին խոսակցությունները վարչապետին անվստահություն հայտնելու գործընթաց մեկնարկելու մասին, այդ գործընթացի փորձ արվել էր վերջերս, այսինքն դա դեռ չէր ավարտվել, շատերը ասում են, որ վարչապետի թեկնածու են առաջադրելու, ընդդիմադիր մեկ այլ շրջանակ առաջադրեց վարչապետի թեկնածու, անգամ հայտարարություններ եղան, որ եկեղեցին պետք է համարժեք պատասխան տա, որն է ձեր դիրքորոշումն ու պատասխանը այդ Դե կարծում եմ իմպիչմենտին վերաբերյալ քաղաքացիական պայմանագիր խմբակցության դիրքորոշումը շատ հստակ է։ Մենք չենք միանալու իմպիչմենտի որևէ գործընթացին, մենք քաղաքացիական պայմանագիր խմբակցությունը միասնական է առավել քան երբևէ եւ շատ ուրախ եմ, որ դա նկատելի է առնվազն որոշ քաղաքական խմբերի համար։ Մենք շարունակում ենք մեր պաշտոնավարումը եւ հայցելու ենք քաղաքացիների քվեն հերթական ընտրությունների ժամանակ։ Այդ ընտրություններին շուրջ 1 տարի է մնացել եւ քաղաքացիական պայմանագիր խմբակցության անդամներն այսպես վստահորեն հայտարարում են, որ իրենք վստահաբար 50+1 են հավաքելու։ Դուք եք կիսում այդ վստահությունը եւ որտեղից դրա հիմքը։ Մենք շփվում ենք բարբերաբար Հայաստանի Հանրապետության քաղաքացիների տարբեր մարզերում, տարբեր օրակարգերով, խորհրդանում ընդունում ենք ուսանողների, աշակերտների եւ կարող ենք զգալ համընդհանուր տրամադրությունը համապետական եւ մենք նույնպես, ես նույնպես կիսում եմ այս դիրքորոշումը եւ ասեմ ավելին, ես վստահ եմ, որ այս դիրքորոշումը կիսում է նաեւ ընդդիմությունը եւ այժմ պայքար է գնում համար 1 ընդդիմադիր լինելու համար եւ դրա ամենօրյա դրսևորումներին կարող ենք հետևել սոցիալական ցանցերում տարբեր այսպես հեռահար մարտերի միջոցով։ Շատ լավ, մեր ժամանակի մեջ տեղավորվելու համար առաջարկում անցնենք մի քանի արտաքին քաղաքականությանը վերաբերող հարցերի եւս հայտարարվեց, որ Հայաստանն ու Ադրբեջանը դիվանագիտական խողովակով խորհրդակցություններ են անցկացնում խաղաղության պայմանագրի ստորագրման հետ կապված, այսինքն տեղի, ժամի եւ ըստ էության վերջնականացնելու գործընթացը, բայց դրան հետ միաժամանակ տեսնում ենք, որ Ադրբեջանը Սյունիքում դարձյալ կրակում է։ Շատերը հարց են բարձրացնում, այսպես է լինում խաղաղություն։ Ոչ, եւ մենք ամեն ինչ անելու
ենք եւ խաղաղության պայմանագրի կնքումը հենց այդ ամեն ինչից մեկն է, որը պետք է կանխի սահմանային լարվածության սցենարի որևէ զարգացում եւ այս առիթով մենք շարունակում ենք խոսել մեր ուրեմն հարևանների հետ այս ուղղությամբ աշխատել նրանց հետ, բայց նաեւ կարեւոր է արձանագրել, որ վարչապետի առաջարկած մեխանիզմը այն է ուրեմն տվյալների փոխանակում երկու կողմերի միջև հրադադարի ռեժիմի խախտման վերաբերյալ կարելի ասել մասնակի կիրառվել է, որովհետեւ հայկական կողմին դեռ նախորդ ամիս փոխանցվել են տվյալներ, որոնցով Ադրբեջանը պնդում է, որ կրակ օրինակ եղել է հայկական կողմից, այս մասով պետք է ասեմ, որ դիվանագիտական խողովակները աշխատացվել են եւ սա կարեւոր է։ Իհարկե հայկական կողմը պնդում է, որ որևէ լարման հեղինակ չի հանդիսանում եւ մեր բոլոր ջանքերը ուղղված են խաղաղության պայմանագրի կնքմանը, բայց կարեւոր է, որ դիվանագիտական խողովակներն աշխատում են, ինչպես նաեւ սահմանազատման, սահմանագծման գործընթացը դուք գիտեք, որ շարունակում է ուրեմն խոսակցությունը շարունակվում է այս ուղղությամբ, որը կարեւոր է։ Ես չի պնդի, որ սառեցված է, ես կասեի, որ աշխատանքային խմբերը շարունակում են աշխատել միմյանց հետ եւ փոխվարչապետն էլ այս մասին խոսեց, ինչպես նաեւ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, եւ սա կարեւոր է, որ այս գործընթացը չկանգնի։ Պայմանավորվածություն ձեռք է բերվել, գիտեք, ամենահյուսիսային կետից այն շարունակել եւ այս առումով տարբեր դիվանագիտական խողովակներով տարբեր գործընթացներ ակտիվ տեղի են ունենում եւ կարեւոր է, որ այս օրակարգը ունի միջազգային գործընկերների աջակցությունը։ Ինչ նոր միտումներ ունի կրթական ոլորտը այս հարցի շուրջ Երևանի պետական համալսարանում կայացել է նորարար ուսուցիչ հզոր պետություն ուսուցչական համաժողովը, որի ընթացքում մայրաքաղաքի եւ մարզերի դպրոցների մանկապարտուժները քննարկել են կրթական մեթոդների նորացման հնարավորությունները։ Տարեցտարի նորագույն տեխնոլոգիաների զարգացման եւ հնարավորությունների մեծացման հետ փոխվում են նաեւ պահանջները։ Այս գործից անմասն չի մնացել նաեւ կրթությունը։ Աշակերտների պահանջներն այսօր այլ են։ Հետաքրքրություն առաջացնելն ու դասերին ինտեգրելը եւս բարդացել է։ Այս մարտահրավերները քննարկվեցին Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության կողմից կազմակերպված նորարար ուսուցիչ հզոր պետություն ուսուցչական համաժողովի ընթացքում, որի նպատակն էր ներկայացնել պետական չափորոշչի ներդրման լավագույն փորձը, համախմբել ուսուցիչներին այս գործընթացում եւ նպաստել նրանց մասնագիտական աճին, կիսվել ոլորտի նորարարություններով։ Տեղի են ունենում բազմաթիվ հարակից փոփոխություններ, տեխնոլոգիական զարգացում, աշխարհում տարբեր սոցիալական երևույթներ, որոնք զարգանում են, որոնք իրենց ազդեցությունն են թողնում կրթության ոլորտի վրա, մեր աշխատանքի վրա։ Որոշ մարտահրավերների գիտենք ինչպես արձագանքել, որոշ մարտահրավերների, ինչպիսին օրինակ արհեստական բանականությունն է, դեռևս նույնիսկ պարզ չի, ինչպես արդյունավետ արձագանքել։ Ինչու նորարար ուսուցիչ։ Համաժողովին առաջինը պարզաբանվեց սա, քանի որ նորարար ուսուցիչն է, որ կարող է կրթել ազատ մտածող ու ստեղծագործ սերունդ։ Եվ այս գործընթացում պետք է լիարժեք պաշտպանված լինեն թե ուսուցչի, թե երեխայի անվտանգությունն ու իրավունքները։ Որպեսզի մենք ունենանք որակյալ կրթություն, ուսուցիչն անփոխարինելի է։ Եվ որպեսզի ունենանք այն ուսուցիչները, որոնք կարողանում են այդ որակյալ կրթությունը տրամադրել, նրանք պետք է իրենց ներողություն լավ զգան դպրոցները։ Վաղը հունիսի 1-ն է, երեխաների պաշտպանության միջազգային օրն է։ Պաշտպանված են արդյոք երեխաները մեր հասարակությունում, իրենց ընտանիքներում, մեր դպրոցներում։ Սրանք հարցեր են, որոնց մենք պետք է նույնպես առանց վախենալու առերեսվել։ Համաժողովն իրականացվել է Եվրամիության եւ ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ համատեղ։ Հայաստանում Եվրամիության պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Ֆրենկ Հեսը պատմեց, թե ուսուցիչ լինելու տարիներին, երբ դասավանդել է 2 տարբեր առարկաներ ձեռնարկատիրություն եւ ֆրանսերեն, ինչպես է կարողացել իրար միացնել այդ առարկաներն ու ֆրանսերենով դասավանդել է ձեռնարկատիրություն։ Սա էլ համարեց մի նորարարություն, որը թեև պարզ էր, սակայն կարողացավ հետաքրքրել իր աշակերտներին։ Ինչ է նշանակում նորարարություն։ Դուք անում եք այն, ինչը մինչ այդ չեք արել։ Ես հասկանում եմ, որ դա հեշտ չէ։ Դուք մենակ եք աշխատում դասարանում։ Իմ առաջին խորհուրդն է, որ անեք որևիցե բան ձեր գործընկերների հետ միասին։ Երկրորդը փորձարկեք նորարարական մեթոդներ։ Դուք պետք է փորձարկեք նոր մեթոդները եւ չվախենաք դրանք ձախողելուց։
Արդյոք որևիցե մեկը լսել է կախարդական դպրոցական ավտոբուսը գրքի մասին։ Այս հարցը ներկաներին ուղղեց Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Քրիստինե Վայգանդը։ Սա մի պատմություն է, որում ուսուցիչը իր աշակերտներին տանում է սովորեցնելու դասը կախարդական դպրոցական ավտոբուսում տարբեր արկածների միջոցով։ Ես մտածում եմ, որ մեզնից ամեն մեկը կհիշի իր դպրոցական տարիներից մի ուսուցչի, ընկեր Գևորգյանին, ընկեր Սարգսյանին, ով ոգեշնչել է նրան ու տարել ինչ-որ արկածի եւ այնպիսի մի դաս է մատուցել, որը երբեք ինքը չի մոռանա։ Համաժողովի շրջանակում կանցկացվեն աշխատարաններ, որտեղ ներկայացվեցին ուսուցման նորարարական մեթոդները, ներառյալ թվային գործիքների եւ արհեստական բանականության կիրառումը, խաղային մոտեցումները, միջառարկայական կապերը, սոցիալ-հուզական զարգացումը, գնահատման նոր ձևերը եւ ստեղծագործական ու քննադատական մտածողության զարգացումը։ Աշակերտները ուսուցիչներից ցանկանում են նոր գիտելիք, նոր հմտություն, նոր կարողություն եւ այդ ամենի համար այս աշխատարանները իրոք անհրաժեշտություն են, որովհետեւ մեր երեխաներին մենք կարողանանք հասցնել այն մակարդակին, որը պահանջում է 21-րդ դարի աշակերտը։ Մինչև աշխատարանների սկսվելը տեղի ունեցավ Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության կողմից մենթոր դպրոցների պարգևատրման արարողությունը։ Հիփսիմե Ավակյան, Լևոն Խաչատրյան, Հորիզոն։ Այսքանն այս ժամին կհանդիպենք ժամը 15-ին։